Շնորհակալություն հրավերի համար։ Այսօր խոսելու եմ մի նոր գաղափարի բրենդինգի մասին, սակայն նոր նորմալի շրջանակներում։ Ուզում եմ նախ ըմբռնենք նոր նորմալի էությունը, որպեսզի կարողանանք իրար հասկանալ այս զրույցի ընթացքում։ Կարծում եմ բոլորս էլ համաձայն ենք, որ սա պատմության մի նոր ժամանակաշրջան է։ Մեր սպառողները այլևս նույնը չեն։ Երբևէ տեսել եք 3 տարեկան երեխա պլանշետը ձեռքին։ Շատ զարմանալի է, չէ՞։ Նրանք հասկանում են այն, ինչ մենք չենք հասկանում, եւ դա բնածին է, դա նրանց մեջ է։ Մենք որպես բրենդների առաջնորդներ ունենք մի նոր պարտականություն։ Մենք այլևս չենք կարող վարվել այնպես, ինչպես նախկինում։ Նոր նորմալում մենք պետք է խոսենք նորովի, գործենք նորովի եւ հարգենք մեր հաճախորդներին բոլորովին նորովի։ Այսպիսով պատրաստվում եմ կիսվել ձեզ հետ այս գաղափարով եւ ելույթի վերջում ձեզ ներկայացնել 7 քայլ, որոնք դուք կարող եք անմիջապես կիրառել ձեր բիզնեսում։ Բայց նախ ուզում եմ ներողություն խնդրել, ես գրեթե ամեն օր ճամփորդում եմ։ Ապրիլին 30 անգամ ինքնաթիռ եմ նստել, ոչ մեկին նման բան չեմ ցանկանում։ Անցյալ շաբաթ Մալազիայում էի, նախորդ շաբաթ Կանադայում, այսպիսով ժամանակ չեմ ունեցել PowerPoint-ով պատրաստելու ելույթս եւ նկարել եմ այն։ Ես նկարիչ չեմ եւ նույնիսկ հեռու եմ նկարիչ լինելուց, բայց նստած եմ ինքնաթիռում, ձեռքից գունավոր զեկույցս պատրաստելու համար պետք է այն կախեմ պատից, որպես հուշում ինքս ինձ, թե ինչ պիտի խոսեմ։ Այսպիսով ես նկարեցի այս ամենը եւ դա արեցի հատուկ նպատակով։ Դուք բոլորդ սովոր եք տեսնել PowerPoint-ով սահիկաշարեր, կետանշան, կետանշան, կետանշան եւ հասկանալ եք, որ սա այլևս ձեր իմացածը չէ։ Նույնը վերաբերում է մեր հաճախորդներին, նրանք այլևս այդպես չեն մտածում։ Մենք պետք է ավելի ստեղծագործ լինենք մեր աշխատանքում։ Ուզում եմ ձեզ հետ խոսել բրենդների մշակման արդի գործընթացներից։ Մենք այն կոչում ենք բրենդի ռազմավարական մշակում։ 50-ականներին դուք կարող եք հորինել մի պատասխան, կիրառել գովազդում կամ ներմուծել հեռուստագովազդ եւ այլն։ Սպառողը ձեզ հարցադրումներ անելու հնարավորություն չուներ։ Ձեր ասածը բացարձակ ճշմարտություն էր։ Բայց նոր նորմալում նրանք կարող են հարցադրումներ անել։ Եվ այսպիսով այն, ինչ դուք անում եք, պետք է ռազմավարության մաս կազմի։ Դուք չեք կարող ուղղակի ասել. «Հեյ, գովազդային գործակալություն, մտածիր մի հումորային գովազդային արշավ, որը կծիծաղեցնի բոլոր հաճախորդներին»։ Եթե նույնիսկ գեթ մի պահ ձեզ հաջողվի գրավել նրանց ուշադրությունը, սա չի նշանակի, որ դուք նրանց հետ կապ եք ստեղծել, եւ նրանք կվերադառնան ձեզ մոտ։ Այսպիսով բրենդի ռազմավարական մշակման գաղափարը սովորեցնում են ԱՄՆ բիզնես դպրոցներում, Լոս Անջելեսի Կալիֆոռնիան համալսարանում եւ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բիզնեսի բաժնում։ Ես ճամփորդում եմ որպես բանախոս եւ ներկայացնում այն տարբեր լսարանների, ինչպես այստեղ։ Եվ հետո ղեկավարում եմ մի ընկերություն, որը հենց դա էր անում։ Այն կոչվում է նորարարական պրոտոկոլ։ Իսկ մենք ձեզ նման կազմակերպությունների համար բրենդ մշակողներ ենք, բայց պետք է հասկանալ, որ սա հապճեպ չէ։ Սա նման չէ Խենթ Մարտիկ հեռուստասերիալի Դոն Դրեյփերին, որը սենյակում նստած մոգոնում է մի խենթ գաղափար։ Սա այլևս չի աշխատում նոր նորմալում։ Բրենդը ռազմավարական արժեք է։ Դուք պետք է մտածեք դրա մասին, ինչպես մի բիզնես պլանի, պետք է ժամանակի ընթացքում հետևողականորեն ներգրավեք ձեր հաճախորդին, որպեսզի նա իսկապես հավատա ձեզ։ Ահա թե ինչու եմ ուզում, որ դուք սա անցալեք որպես գործընթաց եւ ոչ պատրաստի լուծում։ Եկեք մանրամասնենք։ Գիտեմ, հիմա մտածում եք, թե ինչու է այս տղան կանգնել բեմին եւ թե ինչ գիտի ինքը, որ մենք չգիտենք։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այն ամենը, ինչ կասեմ այսօր, դուք որպես սպառող արդեն գիտեք։ Ուզում եմ, որ դուք մտածեք որպես բրենդի առաջնորդ։ Թույլ տվեք պատմել, որտեղից եմ ես գալիս։ 1980 թվականին, եթե որևէ մեկը ախտորոշվում էր եւ բացահայտվում էր, որ ունի ուշադրության խանգարում, դա համարվում էր իսկապես լուրջ խնդիր։ Այդ մարդուն տեղափոխում էին հոգեբուժական հիվանդասենյակ։ Ինձ նույնպես տարել էին մի այդպիսի հիվանդասենյակ, որտեղ խնդիրները լուծում էին դեղորայքով։ Տեսնում եմ, որը ժպտացող դեմքեր, կարծես միակը չեմ, որ սրա միջով անցել է։ Բայց դա հետաքրքիր է, դու նստած ես սենյակում, քեզ ասում են հանգստացիր, մի մտածիր, եւ դեղ են դնում բերանդ։ Եվ այդ ժամանակ հասկացա ինչպես է լինում, երբ մտածում ես մյուսների նման։ Հասկացա ինչպես կարելի է նստել 1 ժամ, 5 ժամ, 8 ժամ եւ անդադար կարդալ նույն գիրքը։ Բայց դեղորայքը իհարկե վերջացավ, եւ ես հասկացա ինչպես է իրականում մտածում, հասկացա, որ տեղյակ էի ովքեր են սենյակի հետևում քայլող մարդիկ, կուլիսների հետևում աշխատող տեխնիկական անձնակազմը, ընկալում էի բոլոր գույներն ու լույսերը։ Հենց այս պահին, երբ խոսում եմ ձեզ հետ, այդ ամենը արիանպես հոսում է գիտակցությունս մեջ։ Պատկերացրեք, որ սա ինձ ներդաշնակեցրեց մարքեթոլոգների եւ նրանց ասածների հետ։ Երեխա ժամանակ ես տեսել էի, թե ինչպես են մեծ կազմակերպությունները փորձում գրավել իմ ուշադրությունը։ Յուրաքանչյուր մարդ իր հերթին տարածում է, արտահայտում է։
Նայեք սենյակով մեկ։ Նայեք ձեր տեսքին, ձեր հագուստին, ձեր մազերին, ձեր ակնոցին։ Այդ ամենը մտածված է։ Դուք դրանք ընտրել եք ցույց տալու, թե ով եք դուք եւ ինչ եք զգում։ Ձեզնից յուրաքանչյուր անընդհատ ինչ-որ բան է տարածում։ Ունենալով ուշադրության խանգարում դժվարությամբ էի կարողանում ուշադրություն սևեռել ինչ-որ բանի վրա։ Այս խնդրով հազիվ կարողացա քոլեջ ընդունվել։ Եվ միակ բանը, որ քոլեջում արեցի եւ ինձ ասացին նորմալ է, այն էր, որ ես կարող էի լինել դպրոցի թալիսմանը։ Ինձ ասացին, եթե այս շորերը հագնես, կթողնենք, որ դպրոցում մնաս։ 3 տարի Իմիջիայլոց խոսքը Իրվայնի Կալիֆոռնիան համալսարանի մասին է, որտեղ դպրոցի թալիսմանը Պետրոս մրցնակերն է։ Չգիտեմ, լավ, ինչ-որ է։ Ես վազում եմ ստանձնելով Պետրոս մրցնակերի դերը եւ մի առանձնահատուկ բան կատարվեց ինձ հետ։ Իմ ուղեղը այդ շորերով էլ է նույնը։ Դեռ ունեմ ուշադրության խանգարում, բազում եմ, մարդկանց եմ ընդունում, գիտեմ, սա անբնական է թվում։ Երբ այդ շորերով էի, մի առանձնահատուկ բան կատարվեց։ Այլ դպրոցների մրցակիցները գրկում էին ինձ։ Համալսարանների ռեկտորները գրկում էին ինձ։ Երեխաներ, տղամարդիկ, կանայք, կապ չունի։ Բոլորը ցանկանում էին գրկել մրցնակերին։ Եվ այն, ինչ սովորեցի այդ շորերի մեջ, գիտեմ, որ գիտեք։ Մեզնից յուրաքանչյուրը ուզում է սիրված լինել։ Դա միակ բանն է, որի համար ամեն օր պայքարում ենք մեր կարիերայում, մեր ընտանիքներում, ամեն տեղ։ Ապրելու բարձրագույն մակարդակը սեր տալն ու ստանալն է։ Սա գաղտնիք չէ։ Բոլոր նվագախմբերը երգեր են երգել սիրո մասին։ Բոլորս սա գիտենք։ Beatles, սերն այն ամենն է, ինչ քեզ պետք է, չէ՞։ Ես լավ երգիչ չեմ։ Բայց այստեղ կարևորը հետևյալն է, սա միայն հասարակ մարդկանց չէր հասու։ Բիզնեսները սա շատ արագ հասկացան։ Նրանք գիտեն, որ եթե դու իրենց սիրում ես, իրենցից ավելի հաճախ գնումներ կանես։ Ուստի բիզնեսները սկսեցին իրենց համար այնպիսի կերպար ձևավորել, որ իրենց սիրեն։ Բայց այս ամենը բիզնեսով չսահմանափակվեց։ Քաղաքական կուսակցությունները հասկացան, որ եթե դու չգիտես իրենք ովքեր են եւ ինչ են մտածում, ոչ մի կերպ չես միանա իրենց կուսակցությանը։ Նրանք սկսեցին ավելի հստակ գործել։ Իրենց քաղաքական կուսակցություններին սկսեցին տալ անուններ ու գույներ եւ ընտրեցին կենդանիների տեսքով խորհրդանիշներ, ներկայացնելու իրենց ինքնությունը։ Նրանք հասկացան, որ մարդիկ չեն քվեարկի ինչ-որ անհայտ կազմակերպության կամ փիլիսոփայության համար։ Նույնը վերաբերում է շահույթ հետապնդող կազմակերպություններին ու բարեգործներին։ Նրանք շատ շուտ հասկացան, որ մարդկանց չի հետաքրքրի քո հավատքը, քո բարեգործությունը, մինչև նրանց չտաս այն, ինչ հետաքրքրում է։ Եկեք որպես կատարյալ օրինակը վերցնենք կրոնը, 10 պատվիրանները։ Բոլորս լսել ենք 10 պատվիրանների մասին, չէ՞։ Կյանքի 10 կանոններ։ Բայց կրոնները չեն ասել, ահա այդ 10 կանոնները։ Նրանք ասել են, կան այսինչ մարդիկ, որոնք ապրում են այսինչ քաղաքներում, հատուկ վայրերում, որտեղ տեղի են ունեցել բոլոր այն իրադարձությունները, որոնցից բխել են 10 պատվիրանները։ Հենց սա օգնեց մարդկանց հիշել ու մտածել իրենց պատմության մասին։ Շահույթ հետապնդող կազմակերպությունները ևս սա հասկացան։ Հասկացան, որ մարդիկ հոգնել են լսել սպանության, հիվանդության ու մահվան մասին։ Ուստի նրանք ձևավորեցին դրական մոտեցումներ, որոնց հետ մարդիկ զգացմունքայնորեն կկապվեին։ Ամենահաջողված օրինակներից մեկը Livestrong հիմնադրամն է։ Lance Armstrong եւ Nike-ը միավորվեցին։ Աշխարհում կան քաղցկեղի հետազոտող հարյուրավոր այլ հաստատություններ։ Մենք մեկ այլ հաստատության կարիքը չունենք, բայց նրանք հասկացան, որ սպառողը մենք, ամբողջը։ Տեղյակ չէ քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող այս հաստատություններից։ Մենք չենք կարող դրանք թվարկել, չէ՞։ Նրանք էլ արագ մի պատմություն են ձևակերպում, որը փաստորեն մտածածին էր։ Ի վերջո, Lance Armstrong-ը ստում էր։ Ինչն է այստեղ կարևորը։ Կորպորացիաները, քաղաքական կուսակցությունները, կրոնները, շահույթ հետապնդող կազմակերպությունները բոլորը հասկացել են, որ եթե մարդիկ քեզ սիրում են, նրանք կվերադառնան։ Եվ նրանք չլռեցին, սկսեցին խոսել, գովազդել, մարքեթինգով ու հանրային կապերով զբաղվել, այդպիսով փորձելով մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց վրա։ Եվ ես չեմ կարծում, ու այն ժամանակ էլ չէի կարծում, որ սա մեծ դժվարություն է, մինչև արեցի հետևյալ վերլուծությունը։ Վաղ 1900-ականներին կար մի սարքավորում, որ կոչվում էր անլար։ Դա ամպլիտուդային մոդուլով աշխատող ռադիոն էր, որն այն ժամանակ կոչվում էր անլար։ Ողջ ընտանիքը ժամերով նստում էր ռադիոյի շուրջ։
Մեզից ոմանք կհիշեն այդ ժամանակները։ Ամբողջ ընտանիքը, անգամ հարևաններն էին գալիս։ Եվ մենք բոլորս կենտրոնանում էինք, փակում էինք աչքերը եւ լսում հեռարձակողի խոսքը։ Դա միակ տեխնոլոգիան էր, որը մեզ առօրյա գործերից կտրում էր։ Ինչ կասեք բոլոր այն տեխնոլոգիաների մասին, որ մեզ առօրյայից կտրում են այսօր։ Մտածեք, քանի սարքավորում, քանի տեխնոլոգիա է փորձում ընդհատել մեզ։ Մենք հիմա ունենք արբանյակներ, GPS, հեռախոսային սարքավորումներ, պլանշետներ։ Գիտեմ այնքան էլ շատ չի թվում, բայց համեմատեք այն ժամանակվա ռադիո հյուրասենյակը այսօրվա հյուրասենյակի հետ։ Սրանք իրական տվյալներ են, որ ստացել եմ 100 հաջողակ ընկերություններից մեկից, որը ուսումնասիրել է մի ընտանիքի առօրյան կիրակի օրերին ժամը 15:00-ին։ Միացված են միաժամանակ 2 հեռուստացույց, 3 պլանշետ, 5 հեռախոս, ընտանիքի յուրաքանչյուր անդամի ձեռքին մեկը, ներառյալ 3 տարեկան երեխան։ Համացանցային հաղորդակցություն, շաբաթվա օրացույցի կազմում, բանավոր զրույցներ։ Կարծում եմ բոլորս հասկանում ենք, որ ոչ մի մարդկային արարած չի կարող ընկալել այդքան տեղեկություն։ Սա շատ է, այնպես չէ։ Չափազանց շատ է տեղեկատվությունը։ Բայց խնդիրը միայն դա չէ, այն մեզ նյարդայնացնում է։ Մենք անջատում ենք ռադիոն եւ արագ առաջ ենք գնում հեռուստատեսային գովազդներով։ Վերջինս դիմադրության մի նոր ձև է։ Մենք պաշտպանում ենք մեզ նույնիսկ նախքան նրանք կսկսեն խոսել։ Բայց դա միայն ինքնապաշտպանություն չէ, դա հաղորդակցման լրիվ այլ մակարդակ է։ Մենք սարքավորումները արդեն նորմալ ենք ընդունում։ Բազում սարքավորումներ։ Ընդլայնում ենք սոցիալական լրատվամիջոցը։ Եվ ես գիտեմ, որ ձեզնից շատերն ասում են, արդյոք սոցիալական լրատվամիջոցը շարունակելու է պահպանել իր դերը։ Արդյոք սա հերթական փուլ չէ, որ անցնում ենք։ Այն պահպանելու է իր դերը ընդմիշտ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այս պահին 10 ապստամբություն է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ 10 քաղաքացիական ըմբոստություն, որտեղ քաղաքացիները վերջապես կարող են օգտագործել հաղորդակցման ուժը։ Նրանց ոչ զենք են տվել, ոչ քաղաքականություն։ Նրանց տվեցին հաղորդակցություն, եւ 10 կառավարություն տապալվեց սոցիալական լրատվամիջոցի ուժից։ Ես հավատում եմ, որ այն հավերժ է։ Այն հաղորդակցման ամենազորեղ գործիքն է պատմության մեջ։ Սա զանգվածային հաղորդակցության զենքն է։ Բայց հաշվի առեք, որ մենք այն դեռ բացահայտում ենք։ Այն կարծես վայրի արևմուտքն է։ Եվ ես գիտեմ, որ դուք սարսափում եք, քանի որ երբ ինձ հարցնում եք ով է սոցիալական լրատվամիջոցի այդքան կատարյալ դարձել, ես չունեմ հստակ պատասխան։ Գիտեմ, որ կան իսկապես լավ հայեցակարգերի օրինակներ, բայց սոցիալական լրատվամիջոցի վրա կառուցված երկարաժամկետ հաղորդակցման ռազմավարություն դեռևս չկա։ Դեռ այդքան հեռուն չեն գնացել։ Հենց այդ պատճառով եք դուք այստեղ։ Դուք ցանկանում եք հասկանալ այս նոր գաղափարները։ Հիշեք, որ ձեր սպառողը բնականից պաշտպանվողի դիրքում է։ Նրանք ասում են, դուք իրավունք չունեք ինձ հետ խոսելու, մի ընդհատեք ինձ, մի կանգնեցրեք ինձ, երբ մեքենա եմ վարում, երբ հեռուստացույց եմ դիտում, դրանից ես նեղվում եմ։ Դա ինձ նյարդայնացնում է։ Դուք պետք է փորձեք խոսել, քանի որ նոր նորմալի մտածողությունը հիմնված է ոչ թե հավատալու, այլ կասկածի տակ առնելու վրա։ Նույնիսկ եթե հաղորդակցման մյուս կողմը թանգարան է կամ կառավարություն, սպառողը ի սկզբանե հակված է կասկածելու։ Իսկ ինչու են նրանք կասկածում։ Ինչ կատարվեց, որ փոխեց նրանց մտածողությունը։ Կատարվեց հետևյալը։ Ամբողջ կյանքում նրանք հավատացել են իրենց կրոնին։ Ամբողջ կյանքում հավատացել են իրենց կառավարությանը։ Ամբողջ կյանքում հավատացել են իրենց համալսարանին։ Իրենց շահույթ հետապնդող կազմակերպություններին։ Այն ընկերություններին, որտեղ իրենց ընտանիքի անդամները աշխատել են։ Իսկապես մի սարսափելի բան տեղի ունեցավ։ Սոցիալական լրատվամիջոցը պարզապես թակեց այս բոլոր հաստատությունների դռները, իսկ վերջիններս մերկ կանգնած էին։ Բոլոր գաղտնիքները սկսեցին իդրև հանվել։ Կրոնն այլևս կասկածից վեր չէ, այլևս չկա որևէ կառավարություն, որ մանրադիտակի տակ չէ։ Սա սարսափելի ժամանակ էր սպառողի համար, որովհետև նա հավատում էր այս հաստատություններին եւ զգացմունքայնորեն կապված էր դրանց։ Բայց խնդիրը նաև այն էր, որ մարդիկ նվիրված էին այս հաստատություններին, մինչդեռ վերջիններս չարդարացրին իրենց։ Եվ մենք հիասթափված ենք, չէ՞։ Մենք ճնշվում ենք, երբ կառավարությունները ստում են։
Ճնշվում ենք, երբ մեր կրոնական հաստատությունը անում է բաներ, որոնց չենք հավատում։ Սա հարվածում է ձեզ ուղղակիորեն։ Ձեր միջի սպառողը հիմա վիրավոր է։ Չեմ պնդում, որ այս հաստատությունները, այս ընկերությունները վատն են։ Դրանք վատը չեն։ Պարզապես ստեղծված են այս պահից առաջ ինչ-որ ժամանակի համար։ Այս ողջ ընթացքում դրանք կատարել էին այդ ժամանակի համար։ Հիմա նոր նորմալի ժամանակն է։ Սա նոր ժամանակահատված է պատմության մեջ։ Ուստի կարող ենք այս կառույցներին թույլ տալ սխալներ անել։ Բայց որպես հաղորդակցող, ի՞նչն է ձեզ համար շատ կարևոր։ Հիմա երբ մարդիկ 100%-ով չեն հավատում իրենց կրոնին, իրենց ազգին, իրենց հաստատություններին, իրենց կազմակերպություններին, ինչին դեռևս կարող են հավատալ։ Այս սենյակների գիտական ուղեղները հիմա ասում են, սպառողները կարիք չունեն որևէ բանի հավատալու, սա ծիծաղելի է։ Բայց եթե երբևէ ուսումնասիրել եք մարդկային վարքը, Մասլոուի պահանջների բուրգը, գիտեք, որ նախ մեզ պետք է անվտանգություն, ապա ապաստան, այնուհետև սնունդ և ջուր, դրանց մշտական հասանելիություն։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ այս ամենը ունենք։ Ինչ է տեղի ունենում, երբ մենք ապահով ենք, կուշտ ենք, ունենք կողակից։ Դրանից հետո մեզ պետք է ինչ-որ բան, որի մասին կմտածենք։ Հոգ կտանենք, կուսումնասիրենք, կկարդանք, կկիսվենք մեր ընկերների ու ընտանիքի հետ։ Ինչ-որ բան, որ մեր զգացմունքներին կդիպչի։ Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ սա ճշմարտություն է։ Մենք ունենք մեր սիրելի թիմը, մեր սիրելի երգչախումբը։ Ինչ է թիմը, եթե ոչ համազգեստով վարձում մարդկանց խումբ, որ ներկայացնում է ձեր քաղաքը, ձեր երկիրը։ Կամ ինչ է նվագախումբը, եթե ոչ մարդկանց խումբ, որը մեկ մարդու հեղինակի երգն է երգում։ Մնացած բոլորը պարզապես համակարգի մաս են։ Բայց դուք սիրում եք ձեր թիմը։ Բաց չեք թողնում նրանց որևէ խաղ։ Ձեր սիրելի բենդը գնում է հյուրախաղերի և դուք այնտեղ եք ամբոխի մեջ, ճչում եք, նրանց հետ երգում, այսինքն զգացմունքայնորեն ներգրավված եք։ Այս ամենի առանցքն այն է, որ նոր նորմալում համոզմունքների էկոհամակարգում կա մի դատարկ տարածություն։ Մեր ամենօրյա համոզմունքների համակարգում մի ահռելի դատարկ տարածություն կա։ Եվ ես հիմա ձեզ, որպես նոր նորմալով մտածողների, որպես ռազմավարական բրենդ ստեղծողների, հետևյալ հարցն եմ ուղղում։ Ով է լցնելու այդ դատարկ տարածությունը։ Ով։ Դուք։ Ձեր պատմությունը, ձեր բիզնեսը, պատճառը, թե ինչու պետք է հավատաք այդ կազմակերպությանը, աշխատակիցներին, ինչու պետք է վստահորեն մոտենաք նրանց արտադրանքին։ Դուք պետք է ինձ ներկայացնեք ինչ-որ բան, որին ես կհավատամ։ Ես ուզում եմ հավատալ ձեզ։ Գիտեմ, սա բարդ հարց է։ Ինչպես ենք մենք, բրենդի մարքեթինգով զբաղվողներս, կապ ստեղծում մեր լսարանի հետ։ Մենք այնքան բան կարող ենք սովորել այս կազմակերպություններից։ Նրանք այնքան բացառիկ գործ են արել ժամանակին։ Եկեք մտածենք, ինչ են նրանք արել և ինչպես կարող ենք դա կիրառել մեր բիզնեսում ամեն օր։ Եկեք սկսենք։ Նախ առաջ այս կազմակերպությունները հասկացան, որ իրենք ունեն լսարան, որին փորձում էին պահել իրենց համակարգում։ Եվ նրանք շատ արագ բացահայտեցին, որ այն ամենը, ինչ պետք է ընդհանուր թեման է։ Խումբ A, խումբ B, սերունդ G, փոխկապակցված սերունդ, baby boomer-ներ։ Կապ չունի ինչպիսին է լսարանը, կա ընդհանուր կենտրոն, որը նույն կերպ զգացմունքայնորեն գրավում է տարբեր լսարանների։ Համոզմունքների համակարգը ամրապնդում և խթանում է այդ ընդհանուր թեման։ Ես ցույց կտամ, որքան պարզ կարող է սա լինել։ Ըստ էության վերցնում եք մի թեմա։ Այդ թեման կարող է վերաբերել մեկ անձի, օրինակ Ռիչարդ Բրենսոնին։ Պարզապես մի մարդ։ Եթե վերցնենք բոլոր Virgin բիզնեսները, իսկ դրանք մոտ 300-ն են պատմության մեջ, դրանք ոչ մի ընդհանրություն չունեն։
Չէ, ոչ մի ընդհանրություն բացի Բրենսոնից, հիմնական հավատացողից։ Ուրեմն դուք վերցնում եք մի թեմա, այնուհետև ձեր լսարանին ուղղորդում եք դեպի համոզմունքների մի համակարգ, որը նպաստում է այդ թեմայի զարգացմանը։ Բերեմ հետևյալ օրինակը։ Ձեզնից շատերին հարցնում էին Միացյալ Նահանգների որ մասից եմ, եւ ես ասում եմ Հոլիվուդից։ Գիտեք, որ Հոլիվուդը իրական վայր չէ։ Հոլիվուդը Լոս Անջելեսի քարտեզի վրա գծված շրջան է, որտեղ ժամանցային արդյունաբերությունը եւ դրա էգոն ասացին մեզ հատուկ տեղ է պետք։ Ահա սա Հոլիվուդն է։ Եվ ձեզնից յուրաքանչյուրը գիտի այդ վայրի մասին, թեև այն գոյություն չունի։ Դուք ընտրում եք թեմա եւ մարդկանց տալիս եք դրա շուրջ պատտվող համոզմունքների համակարգ։ Ես ձեզ ցույց կտամ իսկապես պարզ օրինակներ։ Դիտարկենք Աստծո կամ դիցերի ու դիցուհիների գաղափարը։ Դուք ընտրում եք ձեր պաշտամունքի առարկան։ Այստեղ թեման Աստվածն է։ Իսկ համոզմունքների համակարգը կրոնը, որը մեզ ասում է ինչ ուտենք, ինչպես խոսենք, ինչ սովորենք, ինչպես հոգ տանենք ընտանիքի մասին, չէ՞։ Այն համոզմունքների համակարգ է։ Նույնը վերաբերում է հանրային կառավարմանը։ Ինչպես ենք ուզում կառավարել մեր քաղաքացիներին։ Թեման հանրությունը կառավարելն է, իսկ մեր քաղաքական կուսակցությունն ասում է ինչպես դա անել, ինչպես խոսել դրա մասին, ինչպես գործել եւ մարդկանց գրավել։ Ձեզնից յուրաքանչյուրը հասկանում է սա։ Այն բնական է ձեզ համար։ Ձեր բիզնեսին անհրաժեշտ է հստակության նույն աստիճանը, նույն կենտրոնացումը։ Պետք է գտնեք ընդհանուր թեմա, որը ձեր լսարանների հատման կետում է։ Անկախ նրանից, որքանով են դրանք տարբեր։ Եվ ուզում եմ ասել, որ այդ թեման չի կարող բացասական երանգ ունենալ։ Այն ցույց չի տալիս, որքանով եք դուք ավելի լավը ձեր մրցակիցներից։ Ինչպես եք վերաբերվում պետական պարտքին կամ ով ում հետ պետք է ամուսնանա։ Դա ընդհանուր թեման չէ։ Ոչ մեկ չի ուզում ձեզ հետ ճաշի նստել ու քննարկել աշխարհի կործանումը։ Դա ինձ չի ոգևորում ձեզ հետ ճաշել։ Երբ խոսում եք ձեր հաճախորդի հետ, այդ թեման պետք է նրանց մեջ ինչ-որ բան շարժի։ Նրանք պետք է կենտրոնանան դրա վրա, դա նրանց պետք է հետաքրքրի։ Դրա շուրջ պետք է համախմբեն լսարանի բոլոր անդամները, նրանք պետք է այն սրտին մոտ ընդունեն, ուրախանան դրանով։ Դա պետք է նրանց գրավի։ Ձեզնից յուրաքանչյուրը առնչվել է սրա հետ անձնական կյանքում։ Դուք գիտեք ինչի մասին եմ խոսում։ Այժմ նոր նորմալում բրենդ ստեղծողների գործը սա ռազմավարապես ճիշտ անելն է։ Պետք է ռազմավարապես ճիշտ գնահատել որն է այն թեման, որը մենք կարող ենք արդյունավետորեն ներկայացնել, եւ որն է համոզմունքների այն համակարգը, որը մենք խաղի մեջ ենք մտցնում լսարանին գրավելու համար։ Եկեք հասկանանք ինչ է համոզմունքների համակարգը։ Դուք ունեք ընդհանուր թեմա։ Կարծում եմ հասկանում եք ուր եմ տանում։ Այժմ խոսենք համոզմունքների համակարգի մասին։ Ինչ է համոզմունքների համակարգը։ Համոզմունքների համակարգը վերջավոր չէ։ Սահմանափակ չէ, այն բաղկացած է բազմաթիվ մասերից։ Դուք ընտրում եք ձեր սիրելի բրենդը, ընտրում եք ցանկացած կազմակերպություն, որին իսկապես մեծարում եւ հարգում եք։ Վերցնենք Apple-ը որպես համաշխարհային օրինակ։ Այն որևէ առումով կատարյալ բրենդ չէ, բայց այն լավ օրինակ է։ Ես միշտ ասում եմ, Apple-ը անթիվ ձայներ ունի։ Թիմերի հետ աշխատելու ոճ ունի։ Նրանք գործում են ինչ-որ ձևով, նրանք ունեն երկարաժամկետ տեսլական, որ պարբերաբար ներկայացնում են։ Նրանք ունեն լուսանկարահանման կայուն ոճ, բառերի օգտագործման հստակ ձև, մոտեցումներ։ Այս ամենը միասին վերցրած լրացնում են կազմակերպության ձեռընկալումը։ Ասենք ինչու է այն կոչվում Apple։ Ինչու չի կոչվում Orange։ Չէ՞։ Ինչու այդ խնձորը գծած։ Դուք այս ամենը չգիտեք։ Ինչպես է որ MacBook Pro-ն երկու անգամ ավելի թանկ է, քան մրցակից մեկ այլ սարքավորում, թեև օգտագործված է նույն Intel պրոցեսորը։ Նույն կոշտ սկավառակը, նույն էկրանը։ Չէ՞ որ Mac ունենալով ես տարբերվում եմ։ Հաշվառեք, որ սա զգացմունքային համոզմունք է, այն ձեզ օգնում է զգալ ավելի խելացի, տեխնոլոգիապես ավելի գրագետ, ավելի երիտասարդ։ Անկախ սարքից դա ընտրում եք հաշվի առնելով, թե ինչպես ձեզ կզգաք դրանով, ոչ թե ուսումնասիրում եք պրոցեսորի արագությունը կամ կոշտ սկավառակի ծավալը։ Դուք անգամ չգիտեք էլ որքան է ձեր համակարգչի կոշտ սկավառակի ծավալը։ Ահա թե որքան հեռու է գնացել։ Ուրեմն ընդունեք, որ անհրաժեշտ է թեմա, որի շուրջ ձեր լսարանը կհամախմբվի, եւ համոզմունքների համակարգ, որը նրանց խորապես կգրավի զգացմունքային մակարդակում։ Նոր նորմալում կգոյատևեն եւ այդ կտրուկ փոփոխությանը կդիմանան, կործանիչ նորարարներից կկարողանան պաշտպանվել, դրանք սարսափելի հայեցակարգեր են։
Միայն այն բրենդները, որոնք հասկանում են, որ իրենց պետք է ընդհանուր թեմա եւ համոզմունքների համակարգ, որոնք կնպաստեն այդ թեմայի զարգացմանը, որը զգացմունքայինորեն կգրավի իրենց լսարանին։ Եվ այդ թեման եւ համոզմունքների համակարգը պետք է կատարելապես լրացնեն այդ համոզմունքների էկոհամակարգի դատարկ տարածությունը։ Գիտեմ, հիմա կհարցնեք ինչպես պետք է բրենդները անեն սա։ Ես ձեզ կներկայացնեմ 7 կանոնները։ Ես կասեմ ինչ է պետք անել, բայց նախ կասեմ ինչ պետք չէ անել։ Ես չեմ հանդիպել 500 հաջողակների ցանկից որևէ կազմակերպություն, որը չունի ֆոկուս խումբ եւ ֆոնդեր։ Ձեզնից յուրաքանչյուրը ունի ֆոկուս խումբ։ Ֆոկուս խումբը ձեր տվյալների ամբողջությունը չէ։ Իվերջո ինչ է իրականում ֆոկուս խումբը։ Ինչ-որ մարդկանց կտրում եք իրենց առօրյայից եւ դնում հայելիներով ու անծանոթներով մի սենյակում։ Այնուհետև նրանց տալիս եք ձեր ամենակարևոր բանը, ձեր արտադրանքը, ձեր նոր հաղորդակցությունը, գովազդը, մարքեթինգը։ Նրանց վակուումի մեջ դնելով հարցնում եք, ինչ են կարծում այդ ամենի մասին։ Միացյալ Նահանգներում կա նարնջի հյութի շատ հայտնի բրենդ, որի ղեկավարները հոգնել են եւ որոշեցին փոխել այն։ Նրանք ֆոկուս խմբում ներառեցին մի մայրիկի։ Ժամը 2-ն է։ Կեսօր։ Երբ է մայրը կենտրոնացած կամ ներառված խմբում, երբ նարնջի հյութ է գնում։ Երբեք։ Դա նրա բնական վիճակը չէ։ Ֆոկուս խմբերը հենց այդպես են գործում։ Նրանք ներգրավում են 3 շատ տարբեր լսարանների եւ աստիճանաբար բերում մեկ ընդհանուր հայտարարի։ Սա ոչ մեկին չի վիրավորի։ Սա է ֆոկուս խմբերի արդյունքում ստացվող պատասխանը։ Ինքս ֆոկուս խմբերի քննարկումներ եմ անցկացրել ամբողջ աշխարհում՝ Չինաստան, Գերմանիա, որտեղ կուզեք։ Դրանք համաշխարհային են։ Ֆոկուս խմբերը միայն սկիզբն են։ Դրանք ձեզ անհրաժեշտ ողջ պատասխանը չեն։ Ուստի ոչ, չեք կարող պարզապես ֆոկուս խումբ անել եւ հաճախորդից ստանալ պատասխան, թե ինչպիսին պետք է լինեք դուք։ Չեք կարծում, որ պետք է ինքներդ ձեզ հարցնեք. ով ենք մենք, ինչու ենք կարևոր եւ ինչու ենք հավատում նրան, ինչի համար պայքարում ենք։ Այս հարցերի պատասխանները հաճախորդից չես կարող ստանալ։ Եվ ոչ միայն այս հարցերի պատասխանները։ Ինչպես շատ կազմակերպություններ են անում, կարելի է ստեղծել ձեր ինքնությունը, բնավորություն մշակել։ Երեք Բուենոս Այրեսով զբոսնում էինք։ Քաղաքում շատ մակդոնալդսներ կան։ Շատ։ Իսկ ինչ է Մակդոնալդսը։ Ով է Ռոնալդ Մակդոնալդը։ Չգիտեմ։ Ոչ ոք չգիտի։ Բայց երբ նրան տեսնում եք ծաղրածուի հագուստով, ամեն օր նույն մարդը չէ։ Այն կարող է լինել ցանկացած մեկը, ում կարողանում են փողոցից բերել եւ ծաղրածուի հագուստ հագցնել։ Մտածեք նաեւ այս պատմության շարունակության մասին։ Ռոնալդ Մակդոնալդը ունի մի քանի լավ ընկեր։ Մեկը մանուշակագույն գիրոկն է, երկրորդը համբուրգողն է, որը գողանում է միայն համբուրգերներ։ Տեսնում եք որքան անհեթեթ է սա։ Չկա ոչինչ, որով կարելի է լսարանին գրավել։ Եվ ամենակարևորը, որքան շատ բան եք իմանում այս կազմակերպության մասին, այնքան ավելի շատ եք նրանց ատում այսքան երկար ժամանակ ձեզ խաբելու համար։ Փոխարենը ինչ է անում կազմակերպությունը։ Ես գիտեմ։ Երբ չենք կարողանում ստեղծել սեփական բրենդ, կցվում ենք մեկ այլ բրենդի։ Օրինակ որևէ հայտնի մարդու։ Մենք կկցվենք որևէ մեկի, որն այսօր հայտնի է, եւ դա կձևավորի ձեր ինքնությունը։ Աշխարհի ամենահայտնի խորհրդատվական ընկերությունը Accenture-ը։ Բոլորդ լսել եք Accenture-ի մասին։ 10 տարի շարունակ կցված էր Թայքեր Վուդսին։ Նա մեր մարդն է։ Նա ներկայացնում այն ամենը, ինչ բնութագրում է մեզ։ Իսկ հետո նա հանկարծ կորցնում է իր գրավչությունն ու զրկվում բոլոր պայմանագրերից։ Պատկերացրեք ինչ է դա նշանակում այն կազմակերպության համար, որը նա ներկայացնում էր։ Դուք չեք կարող ձեր բրենդը կցել մեկ ուրիշի բրենդին։ Եվ բացի այն, որ չեք կարող ձեր բրենդը կցել մեկ ուրիշի բրենդին, այլ պարծնում եք, բոլորդ եք անում, թե ձեր կազմակերպությունը ամենահինն է կամ ամենաարագ զարգացողը։ Երեք երբ զբոսնում էինք քաղաքով, տեսա մի խանութ, որի վրա գրված էր բացեք 25 ժամ։ Սա այն ինչ իմանում եք։ Դուք ասում եք, եթե մեկն ասում է, որ ինքն է ամենաարագաշարժը, մյուսն էլ թե ինքն է, ուրեմն մենք էլ բաց կլինենք ամենաերկարը։ Բայց մի րոպե, արդեն կան խանութներ, որոնք բաց են 24 ժամ։
Շատ լավ, մենք բաց կլինենք 25 ժամ։ Տեսնում եք որքան անիմաստ է սա, տեսնում եք ինչպես եք վիրավորում հաճախորդին նման բան առաջարկելով։ Եվ ամենակարևորը ձեր վիճակագրությունում մեծ կամ արագ կամ ինչպեսին որ եք։ Մենք դա չենք ըմբռնում, չենք հասկանում։ Չգիտենք այս թվերը ինչ են նշանակում։ Եվ բացի այն, որ չգիտենք այս թվերը ինչ է նշանակում, դուք միակը չեք, որը մեզ փորձում է համոզել, որ ամենախելացին է, ամենաանտիրը, ամենաերկարը, ինչ բառել որ ընտրեք։ Աշխարհում յուրաքանչյուր կազմակերպություն իր աշխատակիցներով հանդերձ փորձում է հաճախորդներին ասել, որ իրենց կազմակերպությունը լավագույնն է։ Մեր կազմակերպությունը ամենաարագաշարժն է։ Հաճախորդները կարողություն չունեն ընկալելու սուտը եւ տարբերակելու որն է լավագույնը, որն է ամենաարագը։ Ուստի սա բրենդի ռազմավարություն չէ։ Ձեզ ուզում եմ հարցնել հետևյալը։ Ընդ որում ով ենք մենք եւ ինչ պիտի անենք հարցի պատասխանը ի սկզբանե առկա է այս հայեցակարգում։ Հիշում եք, քիչ առաջ ցույց տվեցի, որ սպառողը ի սկզբանե ունի այս պատնեշները։ Մենք հակված ենք կասկածի տակ դնելու, չէ՞։ Ուստի որպես բրենդերի առաջնորդներ ես ձեզ հարցնում եմ. եթե պատահաբար ձեր թվիթը, ձեր YouTube-յան գրառումը ճեղքում է մեր պատնեշները եւ դիպչում մեր գիտակցությանը կամ սրտերին, ինչ եք ուզում, որ մենք մտապահենք։ Հենց այդպես։ Դուք զբաղված եք մարդկանց կանգնեցնելով եւ նրանց ուշադրությունը գրավելով։ Շատ լավ, հիմա ես ուշադրությունս կենտրոնացրել եմ, ինչ եք ուզում։ Ուզում եք, որ մտապահեմ, որ դուք ամենամեծն եք, ամենաարագը, ամենախելացին, ամենաանտիրը։ Դա է ամենակարևորը։ Թե ուզում եք, որ մտապահեմ, որ դուք ամենաէժանգինն եք առաջարկում։ Դա է իմ զգացմունքային կապը, ստեղծել լավ պայմաններ ապրանքը ձեռք բերելու համար։ Սա սպառողին չի դրդում հանրայնացնելու ձեզ։ Սա չի փոխում սպառողի կարծիքը այն կազմակերպության մասին, որից տվյալ ապրանքը գնում են։ Ձեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից դուք բիզնեսով զբաղվում եք պարզապես ինքներդ ձեզ համար, թե հիմնական դաշտում որոշում կայացնողն եք, պետք է իմանաք, որ գումար չեք աշխատի հաճախորդին մեկ բան վաճառելով։ Ձեր ողջ շահույթը գալիս է նրան վաճառած երկրորդ ապրանքից։ Սա է սպառողի կյանքի ուղին։ Այսօր նոր նորմալում առկա է սա անելու կատարյալ տարբերակ։ Դա ձեր լսարանի ընդհանուր թեմայի եւ համոզմունքների համակարգի զուգակցումն է։ Ձեր սեփական համոզմունքները, ձեր սեփական մոտեցումները, ճանապարհները, բառերը, պատկերացումները, այն ձևերը, որոնցով ձեր թիմը աշխատում է, այս ամենը պետք է միավորել եւ լսարանին հաղորդակից դարձնել։ Սա է բրենդի ռազմավարական մշակումը։ Եկեք խոսենք այդ կանոնների մասին, կարծեմ դրանք 7 են։ Գուցե ժամանակի ընթացքում դրանք ավելանան, սակայն հաշվի առնելով թվային սպառողի դարաշրջանը եւ ձեզ որպես նոր նորմալում բրենդի կառավարչի, կարծում եմ այս կանոնները միանգամայն կիրառելի են։ Բոլորի տրամադրվել է Google նոթատետրեր։ Հանգիստ կարող եք դրանք բացել։ Ես ձեզ կասեմ մեկ բառ 7 կանոններից յուրաքանչյուրի մասին։ Եկեք սկսենք։ Եթե սա պատմության մեջ նոր ժամանակահատված է, որը նման չէ մեզնից առաջ եղած ժամանակներին, ապա մենք այլևս իրավունք չունենք որևէ բանի ընդհանրելու։ Ինձ չի հետաքրքրում ով էր ձեր մրցակիցը 5 տարի առաջ։ Դա ինձ չի հետաքրքրում, որովհետև դա այն կազմակերպությունը չէ, որով դուք պետք է այսօր մտահոգվեք։ Մի ասեք, թե դուք մրցակցության փորձագետ եք։ Մի ասեք, թե ձեր հաճախորդներին ոտքից գլուխ գիտեք, որովհետև նրանք այլևս նույնը չեն։ Սա նոր նորմալն է, ինչը նշանակում է, որ ձեզ պետք է նոր հայացքներ, նոր պատկերացումներ, նոր տեսակի հարգանք ձեր գործընկերների նկատմամբ, նոր տեսակի ըմբռնում ձեզ հետ աշխատողների հանդեպ։ Ես ձեզ այստեղ նվեր եմ մատուցում, ես ձեզ թույլ եմ տալիս ինքներդ ձեզ եւ ձեզ հետ աշխատող մարդկանց, ձեր գովազդային գործակալությանը բոլորին ասել. մենք սկսում ենք նորովի։ Ովքեր են մեր իսկական մրցակիցներն այսօր։ Եթե վերցնեք ձեր կազմակերպություններից որևէ մեկը, կտեսնեք, որ կա կործանիչ նորարար, որը սպասում է ինչ-որ բան փոքրինչ այլ կերպ անելու։ Օրինակ այն բանկերը, որոնք անտեսեցին քառակուսին։ Մի կազմակերպություն մշակեց կրեդիտ քարտեր եւ հեռախոսներ ընթերցող փոքր սարք, ինչից հետո բանկերը սկսեցին դանդաղ զարգանալ եւ զարմանում են, թե ուր են գնում իրենց գործարքները։ Կործանիչ նորարարությունը նշանակում է, որ այլևս չեք կարող ձեր մրցակիցների մասին նույն ձևով մտածել։ Նույնը կարելի ասել ձեր սպառողի մասին։ Օրինակ խաղալիքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները դադարեցին ինքնագովազդը եւ հասկացան, որ նախ եւ առաջ երեխաները իրականում խաղալիքներ չեն գնում։ Ծնողները կամ խնամակալներն են գնում խաղալիքներ։ Ծնողներին ուղղված մարքեթինգը տարբերվում է երեխաներին ուղղված մարքեթինգից։ Նրանք դադարեցին ենթադրություններ անել իրենց լսարանի մասին։
Ընդունեցին, որ նոր նորմալում երեխաները միմյանց հետ պարբերաբար հաղորդակցվում են, ինչը նշանակում է, որ պետք է ինչ-որ բան փոխել։ Այսպիսով, նոր նորմալում դուք կարող եք ոչինչ չընդհատել ձեր մրցակիցների, ձեր գործընկերների, ընկերների եւ այլոց մասին։ Ունենք տվյալների մի նոր ամբողջություն։ Այլևս հին ձևերով կաշկանդված չենք։ Երկրորդ պարտականությունը, ձեզնից յուրաքանչյուրը սա գիտի։ Կարեկցանքն է։ Կարեկցանքը։ Ինչ է կարեկցանքը։ Դուք հստակ գիտեք ինչ է կարեկցանքը։ Դուք սեղան եք նստել ինչ-որ մեկի հետ, որն անկեղծորեն լսել է ձեզ եւ կիսել ձեր ցավը։ Ձեր ուրախությունը։ Կարեկցանքը հարգանք է։ Դա նշանակում է, որ ձեր զրուցակիցը դուք չեք։ Նրանք տարբեր են, տարբեր կարիքներով, տարբեր ցանկություններով, տարբեր դրդապատճառներով։ Ուստի ձեր գործը որպես մարքեթոլոգներ, եթե ձեզ հետ աշխատողներից որևէ մեկը երբևէ ասի այս գաղափարն իմ դուրս չի գալիս, ես դա չէի գնի։ Շատ լավ, բայց դու լսարանը չես, դու սպառողը չես։ Հետևաբար էլ մի ասա քո կարծիքը, ինձ չի հետաքրքրում։ Ինձ միայն հետաքրքրում են լսարանի զգացմունքային կարիքները։ Եվ կարեկցանքը կհարգվի։ Կարեկցանքը նշանակում է, որ ոչ միայն ես հասկանում եմ դու ով ես, այլև հասկանում եմ որտեղից ես դու։ Արդյոք դու հավատում ես այս տարբերակների մեծ մասին եւ ինչու ենք մենք այստեղ, որ սատարենք այդ տարբերակները։ Կարեկցանքը ըմբռնում է։ Ավանդական մարքեթինգը մանիպուլյացիա է։ Այսպեսով, կարեկցելուց հետո ունենք մեկ այլ պարտականություն։ Սատարելը։ Սատարել նշանակում է ոչ միայն հավանել քեզ այնպիսին, ինչպիսին կաս, այլև սիրել քեզ, պատրաստ լինել հանրայնորեն տոնելու քո կենսակերպը։ Բերեմ մի կատարյալ օրինակ, որը շատ ծիծաղելի է։ Red Bull-ը, էներգետիկ ըմպելիքը, որը ձեզ թևեր է տալիս։ Ինչ է դա։ Իրենց արտադրանքի հետևի մասում հեռախոսահամար կա։ Եթե որևէ ուսանողի հարցնեք Red Bull-ի մասին, միշտ կլսեք հետևյալ պատասխանը։ Իսկ օղի։ Նրանք Red Bull-ն ու օղին խմում են որպես ամենօրյա խմիչք, ուստի 800-ով համարին նրանք զանգում են հարբած։ Տեղը-տեղ են հարբած զանգում են Red Bull-ի կորպորատիվ գլխամաս եւ թողնում ձայնային հաղորդագրություն հաճախորդների աջակցության բաժնին։ Պատկերացրեք հարբած ձայնային հաղորդագրություն հաճախորդների սպասարկման բաժնին։ Հիմա դուք ասեք, ոչ, մենք ոչինչ չենք կարող անել, ինչպես նրանց կանգնեցնենք, ինչպես նրանց ասենք, էլ մի զանգենք 800-ով համարին, դա միայն արտակարգ դեպքերի համար է, ոչ։ Ինչ է սատարելը նոր նորմալում։ Սատարել նշանակում է, որ Red Bull-ը վերցնում է բոլոր նամակները հայոյանքներով ու վատ խոսքերով եւ տեղադրում Facebook-ում, որպեսզի մարդիկ դրանք կարդան։ Ամենաբարձր գնահատված ձայնային հաղորդագրությունը հետևյալն էր։ Ես Red Bull-ը հետույքս եմ մտցրել։ Գիտեմ սա անհեթեթ է հնչում, բայց հենց սա է ուշագրավ։ Նոր նորմալում դուք պետք է սիրեք եւ հարգեք այդ լսարանը։ Հանրայնորեն ցույց տաք, որ դուք սիրում եք նրանց այնպիսին, ինչպիսին կան։ Դուք սիրում եք նրանց։ Կարծում եք նրանք հենց այդպիսին են լավը։ Դուք չեք փորձում նրանց փոխել, չեք ասում, որ նրանք սխալ են։ Դուք հասկանում եք ովքեր են նրանք եւ ձեր մեսեջներով հանրայնորեն աջակցում եք նրանց։ Սատարելու փուլը հաղթահարելուց հետո կարելի է խոսել իրական հարաբերության մասին։ Մեզից յուրաքանչյուրը, որ հարաբերության մեջ է եղել, հասկանում է, որ այստեղ խոսքը մեկ օրվա կամ նույնիսկ 5 օրվա մասին չէ։ Այստեղ խոսքը հաճախորդի ճամփորդության մասին է։ Հաճախորդի ճամփորդություն, մտածեք սրա մասին։ Ձեր սպառողը մեկ անգամ չէ ձեզ հետ առնչվում։ Նա հավանաբար լսել է ձեր մասին, տեսել է ձեզ առցանց, գուցե գովազդ է տեսել, խանութ է մտել։ Հաճախորդի ճամփորդությունը բազում փուլեր ունի։ Նոր նորմալում որպես հաղորդակցողներ ձեր պարտականությունն է ընդունել, որ պետք է ոչ թե սպառողին մեկ անգամ կանգնեցնել, այլ նրանց ներգրավել ամբողջ կյանքի ընթացքում։ Հարաբերությունը նշանակում է, որ դու ինձ պետք ես ավելի երկար, քան մեկ գիշեր։ Ես ուզում եմ քեզ հետ լինել, ուզում եմ, որ սա հավերժ շարունակվի։ Նոր նորմալում սպառողները այսպիսի կազմակերպություններից են գնումներ կատարում։
Եվ ոչ միայն իրենք են գնում, այլև ընկերներին են հպարտորեն պատմում, թե ումից են գնում։ Նոր նորմալում դուք գովազդային արշավ անելու իրավունք չունեք։ Իրականում ես չեմ ուզում լսել ձեր հիմար գովազդային արշավի մասին։ Ձեր գովազդային արշավը ինչ-որ բան է, պատմության ինչ-որ պահի։ Թեկուզ եթե սպառողը դա դիտի 3 անգամ միևնույն է դա հարաբերություն չէ։ Ձեզ պետք է երևալ առցանց եւ ֆիզիկապես, տպագիր եւ թվային։ Ձեզ հետ պետք է առնչվեն բոլոր հնարավոր ձևերով, որպեսզի լսարանն իմանա, որ դուք հասկանում եք իրեն, որ դուք իր պես եք մտածում եւ հարգում եք այն վայրերը, որտեղից նրանք գնումներ են անում։ Նոր նորմալում սա է բրենդինգը։ Կառուցեք հարաբերություն երկարաժամկետ, ոչ թե մեկ գիշերվա համար։ Հաջորդը, սա տարօրինակ բառ է, որի վրա ես որոշ ժամանակ եմ ծախսել կուրացիան։ Շատ լավ։ Այս շենքը արվեստի ցուցասրահ է, չէ՞։ Իդեպ այն գեղեցիկ է, տարածքը գեղեցիկ է։ Ինչ է անում արվեստի ցուցասրահը։ Այն ասում է, ով է այցելելու իրենց, ինչ մենթալիտետ ունեն, եւ ինչ է նրանց կհետաքրքրի։ Ուստի կուրատորը արվեստի ցուցասրահի համար պատասխանատու անձ է։ Ընտրում է արվեստի ճիշտ տեսակը թանգարանի կամ ցուցասրահի պատերին ցուցադրելու համար, որտեղ իրենց հաճախորդները լինելու են։ Նման ընտրության համար մասնագիտական գիտելիք է պետք, չէ՞։ Այդ նմուշներն ընտրվում են հատ առ հատ։ Այն օրերը, երբ դուք ձեր հաճախորդին ասում եք, մենք ամեն ինչ ունենք, բոլորի համար վաղուց անցյալում են։ Մենք կարիք ունենք մասնագետների, կազմակերպությունների, շահույթ հետապնդող ընկերությունների, կորպորացիաների, որոնք մասնագիտացած են։ Սրա իրական եւ պարզ օրինակն այն է, որ BMW ընկերությունների խմբին են պատկանում Rolls-Royce-ը, BMW-ն եւ Mini Cooper-ը։ Բայց նրանք երբեք այդ մասին հանրայնորեն չեն խոսի։ Կազմակերպությունը իր բրենդերի կուրացիան իրականացնում է հետևյալ կերպ։ Rolls-Royce-ի մասին հաղորդակցումը կատարվում է միայն սահմանափակ շրջանակում։ BMW-ն իդեալական է 35 տարեկան ղեկավարի կամ ավագ դպրոցից նոր ավարտածի համար, այո, կատարյալ մարքեթինգ է։ Mini Cooper երիտասարդ ձգտող ստեղծարար անհատների համար, որոնք ուզում են ինքնադրսևորվել։ Թեև խոսում ենք ընդհանրապես այդ փոխադրամիջոցի մասին, որով պարզապես գնում ենք աշխատանքի, տուն կամ այլուր։ Ոչ, դուք պետք է կուրացիա անեք։ Պետք է մանրակրկիտ ընտրեք եւ գտնեք մի բան, որը կգրավի եւ ձեր լսարանին հաղորդակից կդարձնի։ Ինչու՞։ Որովհետև եթե դուք նրանց համար կուրացիա չանեք, սոցիալական լրատվամիջոցը կանի, մեկ ուրիշը կանի, մեկ ուրիշը կվերցնի ձեր արտադրանքն ու ձեր ծառայությունները եւ կդնի մեկ փաթեթի մեջ։ Սա չեք ուզում։ Դրանց մասին կսկսեն խոսել բլոգներում, որոնք չեն համապատասխանում ձեր կազմակերպության չափորոշիչներին։ Ուստի բրենդ ստեղծելը ձեր անելիքն է, ընտրել որոնք են ճիշտ պահին, ճիշտ արտադրանքները, ճիշտ լսարանի համար եւ միայն նրանց մասին խոսել։ Ինչպես պատմությունն է ցույց տալիս, չես կարող լինել կամ ունենալ ամեն ինչ բոլորի համար։ Հասկանում եք։ Եթե ձեր ղեկավարն ասում է. ոչ, ես ուզում եմ նույն գովազդային արշավը բոլորի համար, նոր գործ գտեք։ Նոր գործ գտեք, որովհետև այդ մարդը հեռատես չէ։ Այդ մարդը չի հասկանում, որ դուք չեք կարող նույն բանը վաճառել բոլորին։ Մենք բոլորս ուզում ենք յուրահատուկ լինել, ուզում ենք առանձնանալ մեր ընտրած ապրանքով։ Պետք է հարգել, երբ սպառողը ծախսում է դժվարության վաստակած գումարը ձեր ապրանքը գնելու համար։ Սա ինչ-որ բան է ասում նրանց մասին։ Ըստ էության դա ինչ-որ կերպ հուշում է նրանց ով լինելը։ Արդյոք նրանք ուզում են լինել բոլորի նման։ Մեզնից ոչ մեկը նույն կերպ չի հագնվել։ Ոչ մեկը։ Դրանով է որոշում մեր անհատականությունը։ Այն բրենդները, որոնք կհաղթահարեն նոր նորմալը, գնահատում են սա եւ իրենց հաճախորդներին առանձնահատուկ ինչ-որ բան են առաջարկում, որ հենց նրանց համար է ստեղծված։ Երկու այլ կանոնի մասին արագ խոսեմ։ Նոր նորմալում դուք այլևս կարիք չունեք ձեր հաճախորդին ասելու որքան լավն եք դուք, որքան առանձնահատուկ եւ ընտիր եք դուք։ Դա նրանք ինքնուրույն կպարզեն։ Նոր նորմալում դուք պետք է նրանց խրախուսեք, որպեսզի իրենց զգան տեղեկացված, գրագետ եւ բանիմաց։ Մեքենաների հետ կապված բերենք մեկ այլ լավ օրինակ։ Միացյալ Նահանգներում ստեղծվել է Տեսլան։ Կարծում եմ բոլորդ լսել եք Տեսլա բրենդի մասին։ Տեսլան չի ծախսել ոչ ժամանակ, ոչ գումար, ոչ թվային մարքեթինգի փողեր բոլորի մոտ գովազդվելու համար։ Նրանք ընտրեցին իրենց նեղ լսարանը պատմելով էլեկտրական մեքենայի մասին, ինչպես այն աշխատում, որտեղից են գաղափարները եկել, որքան դժվար է եղել համակարգերը մեկտեղել։ Եթե հանդիպեք Տեսլայի սեփականատիրոջը, մի րոպե կանգնեք։
Նրանք շատ արագ, հստակ ու ոգևորված իրենց կներկայացնեն ձեզ։ Նրանք չեն փորձում ձեզ որևէ բան վաճառել։ Նրանք ձեզ սովորեցնում են այն, ինչ իրենք են սովորել։ Եվ ձեզնից յուրաքանչյուրը գիտի ինչ է դա նշանակում։ Լրիվ այլ զգացում է, երբ որևէ մեկին սովորեցնում եք ինչ-որ բան, որը դուք գիտեք եւ սիրում եք։ Այդպիսով դուք չեք վաճառում։ Դուք ոչինչ չեք վաճառում։ Դուք կապ եք ստեղծում։ Մարդկանց մեջ ներքին ինչ-որ բան կա, որ մղում է մեզ սովորեցնել։ Նոր նորմալում բրենդները չեն գովազդելու, մարքեթինգով ու հանրային կապերով չեն զբաղվելու։ Նրանք օգտագործելու են այս եղանակները լսարանին սովորեցնելու համար, որպեսզի այդ լսարանը իրեն տեղեկացված եւ ուժեղ զգա։ Դու գիտեք որքան ծանր է, երբ մեկը նայում է ձեզ եւ ասում. «Օ, տեսնում եմ դուք հավանում եք այսինչ բանը»։ Եվ դուք պատասխանում եք. «Չգիտեմ, ես այն ձրի եմ վերցրել կամ մայրս է հավանում այն»։ Կամ երբ ինչ-որ մեկին հարցնում եք. «Որն է ձեր սիրելի բրենդը» եւ նա պատասխանում է. «Ես ամեն տեսակ երաժշտություն սիրում եմ»։ Դուք էլ կարող եք պատասխանել. «Ոչ, դուք death metal չեք սիրում, ամեն տեսակ երաժշտություն չէ որ սիրում եք»։ Բայց ըմբռնումով եք մոտենում, երբ սպառողն ասում է, թե ամեն ինչ սիրում է, որովհետև նա իրեն հիմար է զգում։ Նրանք հասկանում են, որ այդ հարցին չեն կարող պատասխանել։ Նոր նորմալում սոցիալական հարթակում ոչ ոք չի ուզում, որ իրեն տան հարց, որի պատասխանը չունի։ Դրա պատճառով նրանք հիմարի կարգավիճակում են հայտնվում։ Այն բրենդները, որոնք սա գիտեն, կանգնում են սպառողի կողքին եւ ուժ տալիս, օգնում հասկանալ տվյալ ապրանքի էությունը, ինչպես է այն գործում եւ իրենք ինչով են կապված այդ բրենդին, եւ այդ սպառողը դառնում է բրենդի պաշտպանը։ Սա սոցիալական հարթակում առկա ամենազորեղ մարքեթինգային գործիքն է։ Ընկերությունները կարող են սոցիալական ցանցերում կատարել այնքան գրառում, որքան ուզում են, բայց գիտեք, երբ սպառողը խոսում է ձեր փոխարեն, դա արժե միլիոններ։ Սա նոր նորմալի 6-րդ կանոնն է։ Եվ վերջին կանոնը։ Այս ամենի, այս նոր մտածելակերպի նոր նորմալի մեջ վերջին տարրն այն է, որ դուք այլևս չեք կարող պարզապես գումար վաստակել։ Մի փոքր հավելյալ շահույթ ունեցող մեծ ընկերություններ ցավում են, բայց վաղն այդ շահույթը պետք է ուղղեք բարեգործությանը։ Դա մարդասիրություն չէ։ Դա սպառողի կամ ձեզ շրջապատող աշխարհի մասին հոգ տանելը չէ։ Դրանով դուք պարզապես գովազդային հնարք եք կատարում։ Դա նույնն է, երբ ղեկավարն ասում է, այս տարի մեծ բոնուս եմ ստացել, գուցե 10,000 կամ 100,000 $, նվիրաբերենք մեկ այլ շահույթ չհետապնդող կազմակերպության։ Սա երկեկեղծ է։ Ձեր աշխատողները գիտեն, որ սա անում եք հարկերից ազատվելու համար։ Նրանք գիտեն, որ դուք դա անում եք, որպեսզի բարձրանաք ձեր հաճախորդների եւ բաժնետերերի առջև։ Նոր նորմալում սա չի աշխատելու։ Միակ բանը, որ աշխատելու է, իրական գործողությունն է։ Ոչ փողը, ոչ բարերը, այլ ձեր ժամանակը։ Ձեր ժամանակը։ Ինձ չի հետաքրքրում, որ դուք հաղորդակցային ռազմավարություն եք ծրագրում որևէ գործակալությունում, ինձ չի հետաքրքրում, որ դուք ավագ մարքեթոլոգ եք համաշխարհային արտադրական ձեռնարկությունում։ Ձեր մասնագիտական որակները կապ չունեն, այդ ժամանակները պետք է մոռանալ։ Կա սպառող լսարան, որը ռեսուրս եւ ժամանակ չունի ձեր ապրանքի համար։ Բերեմ նորարարական պրոտոկոլի օրինակը։ Ենթադրենք մենք բրենդի ռազմավարության վերաբերյալ խորհրդատվության տրամադրող ընկերություն ենք եւ տարբեր երկրների 100 հաջողակ կազմակերպություններ մեզ խնդրում են ուղղություն տալ բրենդի ռազմավարական մշակման վերաբերյալ։ Ամեն օր յուրաքանչյուր աշխատակից պետք է իր ժամանակի 10%-ը զոհաբերի։ Ամեն օր։ Շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը չգիտի ինչպես բացատրել, թե ինչն է իրենց առանձնահատուկ դարձնում, կամ բարեգործական կազմակերպությունը, որը փորձում է փրկել որևէ կոնկրետ խումբ, նրանք որոշակի խմբեր փրկելու մասնագետներ են, ոչ հաղորդակցման։ Ուստի մենք վերցնում ենք մեր դժվարության վաստակած ժամանակը եւ զոհաբերում դրա 10%-ը։ Ընդունում եմ, որ դա եւս մարքեթինգային ռազմավարություն է, չէ՞։ Բայց այստեղ ամենակարևորը այն է, որ մեր ամենամեծ արժանիքը մեր գիտելիքն է ու ժամանակը։ Եվ հենց դա է իրական բարեգործությունը նոր նորմալում։ Եվ դա դառնում է ձեր պարտականությունը։ Այս սենյակում նստած թվային մարքեթոլոգներ, դուք արդեն այնքան բան գիտեք թվային հաղորդակցման մասին, որ շահույթ չհետապնդող կազմակերպությունը երբեք չեն իմացել։ Ուստի 1 ժամ, 1 ամիս անցկացրեք տեղական շահույթ հետապնդող կազմակերպության հետ, պարզապես պատասխանելու նրանց հարցերին, պատմելու ինչպես է գործում թվային տիեզերքը եւ թե ինչպես է սոցիալական լրատվամիջոցը գրավում դոնորների։ Եվ դուք կտեսնեք ինչպես կփոխվի ձեր կյանքը։ Նոր նորմալում սպառողը ուզում է գործողություն տեսնել, չի ուզում տեսնել ինչպես է շահույթ փոխում եւ լավ խոսքեր ասում շահույթ չհետապնդող կազմակերպությունների մասին։ Դա ոչինչ չի ասում, եւ ոչ միայն ոչինչ չի ասում, այլև կեղծ է հնչում։
Այսպիսով այսօր խոսեցինք 7 հայեցակարգերի մասին, խոսեցինք մեր լսարանների մասին ոչինչ չիմանալով։ Սա նոր մտածելակերպ է։ Մենք կարող ենք հետևում թողնել այն ամեն ինչ գիտեինք ու հասկանում էինք։ Մենք կարող ենք ոչինչ չընդհանրել։ Ոչինչ չընդհանրել հատկապես մեր լսարանների մասին, որովհետև մենք նրանց այնքան ենք հարգում, որովհետև մենք մեզ նրանց տեղն ենք դնում, կարեկցում ենք։ Եվ երբ հասկանում ենք ովքեր են նրանք, մենք սատարում ենք նրանց, հանրայնորեն տոնում։ Այնպես ենք անում, որ բոլորն իմանան, մենք սիրում ենք նրանց այնպիսին, ինչպիսին կան։ Մեզ դուր է գալիս նրանց գործելավոճը եւ մենք տոնում ենք սա հաճույքով։ Երբ հասկանանք ինչպես նրանց շահերը պաշտպանել նրանց փոխարեն, կարող ենք անցնել մանրամասներին։ Հիմա կարող ենք սկսել նրանց հետ հարաբերություն հաստատել։ Եվ ոչ միայն հարաբերություն հաստատել, այլև կուրացիա անել, օգնել։ Նրանց հետ խոսել միայն իրենց բառերով եւ առաջարկել միայն այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ճիշտ են նրանց համար։ Քանի Facebook-յան լայք կամ +1 է ստանում իմ գովազդային արշավը։ Այդ հարցը էլ մտվեք։ Ինչպես է գումար ստեղծում +1-ից կամ լայքից։ Կարևորը կապ ստեղծելն է, դուք պետք է նշեք ձեր ստեղծած կապերի քանակը եւ թե ինչպես եք պատրաստվում այս կապերը պահպանել։ Մեկ տարվա կտրվածքով ձեր Facebook-յան էջի կամ Google+-ի պրոֆիլ սպառողների շարունակական այցերի մասին։ Ձեզ հետ խոսեմ դրանից հետո։ Այժմ եկեք հասկանանք ինչպես պետք է իսկապես գրավել հաճախորդին։ Այսպես, երբ նոր նորմալում ստեղծում եք հաճախորդի հետ կապ եւ կուրացիա եք անում, դուք պարտք եք նրան։ Դուք նրան պետք է սովորեցնեք օգնել դառնալ փորձագետ։ Եվ վերջինը հույսով, որ դուք գումար եք ստեղծելու, ինչը բոլորիդ մաղթում եմ։ Մաղթում եմ, որ շահույթ հետապնդող բոլոր կազմակերպությունները ֆինանսական խնդիրներ չունենան։ Բայց եթե ինչ-որ պահի ունենաք, սկսեք շահույթ ստեղծել։ Դա ձեր պարտականությունն է նոր նորմալում ցույց տալ աշխարհին, որ ձեզ դա հուզում է, որովհետև հենց այդ բրենդներն են կարողանալու դիմանալ։ Ես բոլորիդ որպես անհատական բրենդների, շահույթ հետապնդող կազմակերպությունների, գործակալությունների ղեկավարների ասում եմ, որ սխալ եք թույլ տալու։ Չկա որևէ բիզնես, որևէ կրոն, որևէ ընկերություն, որ սխալ չի գործել։ Շատ լավ, ցանկանում եք խաղադրույք կատարել ձեր ողջ ունեցվածքի, ձեր ողջ արժեքի վրա հանուն կատարյալ լինելու։ Մենք երբեք կատարյալ չենք եղել։ Այն կազմակերպությունները, որոնց մենք հավատում ենք, շարժուն են։ Նրանք ունեն ինքնություն։ Նրանք ստեղծել են կապ, որը կարող է մեզ գրավել եւ որին մենք կարող ենք ժամանակի ընթացքում սիրահարվել։ Սրանք նոր նորմալի կանոններն են։ Որպես բրենդների առաջնորդներ դուք պետք է կրեք այս պատասխանատվությունը այս աննախադեպ ժամանակաշրջանում։ Եվ դուք պետք է ոգևորված լինեք։ Իսկապես ոգևորված լինեք։ Սա նվեր է։ Սրանք նոր հնարավորություններ են, որ նախկինում երբեք չեն եղել։ Դա նշանակում է, որ դուք, որպես բանիմաց, թվային առումով գրագետ բրենդի ղեկավար, կարող եք ըստ էության փոխել ապագան։ Բարի գալուստ նոր նորմալ։ Հուսով եմ դուք այնքան ոգևորված եք, որքան ես։ Շնորհակալություն։